Ինչի անդրադառնում եւ չի քննարկվում։ Փաշինյան-Ալիև հանդիպումից ինչ նորություններ կարող եք ասել, հատկապես որ առաջընթաց կա թե չէ, հատկապես այն տեսանյութները տարածում գտավ եւ քննադատությունների տեղի տվեց, որտեղ Նիկոլ Փաշինյանը սուրճի էր հրավիրում Ալիևին եւ այլն։ Ես առաջընթացից պետք է ասեմ, որ քննարկումները շարունակվում են եւ կա համաձայնություն քննարկումները շարունակել, չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն մոտ ապագայում երկրի ղեկավարների ձևաչափով, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների ձևաչափով եւ դա լավ նորություն է եւ այն նորությունը չէ կոնկրետ նման բանի մասին ես տեղյակ չեմ եւ այո ենթադրում եմ եւ պետք է ասեմ որ նման գործընթացները ուղղված են խաղաղության պայմանագրի կնքման տեղի ժամի հետ կապված եւ հայկական կողմը եւ միջազգային բազմաթիվ գործընկերներ աշխատանքներ են տանում, որպեսզի իրականություն դարձնել խաղաղության պայմանագրի կնքումը։ Ինչ վերաբերում է քննադատություններին, ես չեմ ուզում շատ կտրուկ արտահայտվեմ, բայց կարծում եմ առիթ կլինի ես այդ քննադատություններին էլի շատ կտրուկ կանդրադառնամ։ Իսկ քանի որ Ադրբեջանը շարունակում է պնդել այդ նախապայմանները, դրանց շուրջ ինչպես են դրա հետ կապված Հայաստանի դիրքորոշումը դիրքորոշումը պարզ է, խոսակցությունը փակուղային չի կարող լինել, առնվազն այդ այսպես ասած առաջարկներին Հայաստանը ունի մի քանի տարբեր լուծումների առաջարկներ, որոնք որ ադրբեջանական կողմին ներկայացվել է եւ այդ քննարկումը տեղի են ունենում, ել չեմ ասում, որ դրանք մեր ընկալմամբ որևիցե ձևով չեն կարող եւ չպետք է խոչընդոտեն խաղաղության պայմանագրի կնքմանը, որովհետեւ այն մտավախությունները, որոնք որ հնչեցնում է Ադրբեջանը, իրականության մեջ, իրավական դաշտի մեջ գոյություն չունեն։ Կրկնում եմ, գոյություն չունի իրավական դաշտում, հայկական իրավական դաշտում նման խնդիր, որը որ այսօր հնչեցնում է Ադրբեջանը, բայց քննարկումները շարունակվելու են, մենք այդ ուղղությամբ ենք շարունակում։ Նախագահի գոյություն իսկ դրա շուրջ ինչ որ քննարկում կա, թե արդեն այն ինչ որ կա դուք գիտեք։ Իսկ պարոն Սիմոնյան, վերջին հարցն է։ Երկու հարց ուրեմն։ Չէ, ձեր վերջին հարցն է։ Ասում են, որ ռազմաբազայի ես այդ հարցը ձեզ նաև ասուլիսին տվեցի, որ այդ երրորդ ուժերի մասին այդպիսի քննարկում Հայաստանի եւ կարող Հայաստանի Հանրապետությունը չի քննարկում ռուսական ռազմաբազայի Հայաստանի Հանրապետության տարածքից հանելու հարց։ Բայց պարոն Սիմոնյան, այդ կետը երրորդ ուժերի ներկայության մասին կարող է ինչ որ X փուլում օրինակ Ադրբեջանը մեկնաբանել նաև եւ ներկայացնել որպես պահանջ ռուսական ռազմաբազան հանելու։ Նախ խոսքը գնում է սահմանների մասին, ոչ թե Հայաստանի Հանրապետության մասին։ Հիմա հայ-թուրքական ինչ։ Չէ, դա աբսուրդ է։ Չէ, աբսուրդ է։ Որովհետեւ այդպես դիրքորոշում մեկնաբանվել։ Դա աբսուրդ է։ Նման բան չի քննարկում, ձեզնից եմ լսում ու չի էլ կարող քննարկվել ու տենց բան չկա։ Մի խոսքով, չգիտեմ, ով է տենց խելացի բաներ ասում։ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ի թիվս այլ հարցերի խոսել է